Հայաստանը ու Ադրբեջանը համաձայնության է եկել խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ։ Դուք հետևում եք զարգացումներին։ Մեկը փոխվելու է, էլի ռեկետալու տանը։ Եկոս ղեկավարությունը որ փոխվելից քշելու է տանը։ Ճիշտ ասած ոչ մի բանի ելել է ես ծանոթ չեմ։ Հազար ձևի կետեր կա։ Բայց ես ինչ իմանամ, ընդ կետերում ինչ կա նշված։ Բովանդակության մասին ոչ մի տեղեկ չի։ Շատ ահավոր է։ Ամենայն դեպս հասկանալի է, մի բան է հասկանալի, որ այն որ ասում են բարձր պետք է լինի ժողովուրդը պետք է ամեն ինչ դրի, այդ ֆենոմեններ ուղղակի sense հեքիաթին նման եկավ գնաց, ոչ մեկից խաբար չի, ուղղակի կուզենամ գերտերությունների որոշումներից փոքրիկ կետերը չտուր ընդհանրապես լինենք մի հատ Սիրիա կամ մի հատ Գազա։ Լավ կլինի խաղաղությունը, բայց եթե տենց այնի խաղաղությունը խաղաղություն հա որ կրակում են։ Որը այնտեղ կրակում են, որ խնացախ կրակում են, խաղաղություն հա տառնում, դա կոչվում է խաղաղություն։ Շատ սխալանում, չես վարչապետ, շատ սխալանում, որ այդ համաձայնությունը կամա։ Ինչու եք այդպես կարծում։ Դե սաղ էլ տենց եմ մտածում, սաղ Հայաստանը տենց եմ մտածում, որ ոստիկ եմ մտածում։ Չեք հավատում խաղաղության Ադրբեջանի հետ։ Չեմ հավատում։ Ներազգին։ Իրոք ես այդ մոմենտի ես չեմ հավատում։ Մեկ եք իմանում, դարերով ներազգին կոտորել։ Ես չեմ հավատում։ Մենք ենք խաղաղության մասին խոսում։ Իսկ ինքը չի խոսում այդ մասին։ Այդ միայն մենք ենք խոսում, իսկ միակողմանի խաղաղությունն է նման։ Դուք լսում եք մեր վարչապետի ելույթները, այդ խաղաղության մասին իր ասածները։ Գիտեք, ես վաղուց հեքիաթներին չեմ հավատում, կներեք։ Այդ պետք է լինի, որովհետև անհրաժեշտ է որ լինի, որովհետև որպես մարդ վերցնենք ոչ հայ, ոչ ադրբեջանցի, այդ սխալ է, շատ վատ։ Հիմա ինչքանով է իրատեսական։ Հիմա իրատեսական չի, որովհետև հենց աֆեկտիվ զգացողությունները պատերազմի դեռ շատ երկար տևելու է։ Միգուցե ես վերջ պատերազմի որ շիներ այդ ժամանակ հավատայի, բայց հիմա չէ։ Եվ մի 10 տարվա շրջանակում ինչ որ նոր սերունդը այդ տեսած չլինի հնարավոր է։ Ես 20 տարի Ղարաբաղ եմ քշել։ Մարշրուտի չէ, Ղարաբաղ, Ստեփանակերտ, Գորիս։ Լավ լսի տես ինչ եմ ասում։ Թուրքը մնում է թուրք։ Ինչ էլ անես չանես, մեկը դա սուտասա մարդա։ Դա ոչ պայմանագիր է կպել, որ չես ստորագրելու։ Չհավատաս, որ կարող է պատահի ինչ մի բան անի տա։ Դա կեղտոտ ազգ է։ Մասար։ Ադրբեջանի հետ մի լեզվով պետք է խոսած, ուրիշ լեզու իրանք չեն հասկանում։ Ուժի լեզու։ Всё, ես դες գիտեմ։ Էլ բան չեմ կարող ավելացնել։ Այս իշխանության օրը խաղաղություն հնարավոր չէ։ Ինչու։ Որովհետև պատմության մեջ միակ իշխանությունն է, որ ժողովրդին ահաբեկում է խաղաղությամբ, որպեսզի հողերը դա այդ է։ Փաշինյանը դուս կալա քեզակեղորը թոմի կարգի ղեկավարի կամ մեր երկիրը ղեկավարի։ Ուրիշ էլ ինչ ասեք մեկ։ Սա ապրելակերպ է, տեսակալա ոնց ժողովրդի ձև են ապրում։ Սա ինչ է կատարում։ Սա տեսարին ասում, սա քաղաքը տաքսի է, ճիշտ ասում։ Այեկասի էլի։ Աշխատատեղեր չկան։ Եթե բանը աղբեր ես մկել եմ ասում։ Փաշինյանը հիշ մարդ է, նա հիշ մարդ է, որ կարան չի մի երկիրը ղեկավարի, իրեն ժողովուրդը պահի։ Այսօր ես վիճակի մեջ եք մեկ սաղ ասել։ Թող մեկը կանյաս ես լայ եմ ապրում կամ սեցավ։ Սաղ են հավասար ժողովուրդ են։ Մեր կառավարությունից ինչ եք ակնկալում։ Հիմա երևի որ հասկանան ինչ աշխարհագրական դիրքում են գտնվում։ Երևի որ հասկանան մնացածը կկարողանան կազմակերպել։ Ես այն եմ պատկերացնում, որ մեր կառավարությունը նույն իրանց լեզվով պետք է իրանց հետ խոսա, ուրիշ տարբերակ չկա։ Ինչքան խեղճացար, այնքան խեղճացնենք։ Նույն կյանքի օրենքը։ Հարցականում եք։ Տենց չի։ Տենց է։ Ուժեղի մոտ միշտ է թույլը մեղավոր է։ Կարելի նշել լավ բառ ասել, չէ՞ ուժն անցնում իրավունք։ Եթե ուժեղ չեղար, ուժը ցույց տվեցիք, ես ոչ մեկ չի արվի։ Մտածում եք այդ պայմանագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը Սյունիքի միջանցք չի պահանջելու։ Սյունիքի միջանցքը, եթե ես գիտեմ, այսօր կելվեն իմ տոնուս երուն են, ես կյանքում չհավատաս, 2 տոնն եմ, 2 հատ օֆիցեր, 2 հատ տղա։ Գնա գալիս եմ։ Մեկը Ջաբրայելում է վիրավորվել, ձեռը թողալա, մատերը թողալա Ջաբրայելում։ Ուրա գնում։ Կամ ես ուր եմ գնում։ Բալկոնը նստելու եմ, զենքի երուն եմ։ Մեզ մարդ եմ տանում չեմ պատերազմում, իմ տրանս եմ կռևնել։ Ես կյանքում չհավատաս, որ կարող եմ ստանալ չեմ ուրիշ ապրել։